Վաղ առավոտից Քասախի բնակիչները վերսկսել են բողոքի ակցիաները, փակելով աշտարակից Երևան մտնող մայրուղին։ Նրանք պահանջում են երթուղում վերականգնել 59 համարի ավտոբուսը, սակայն մինչև նրանք իրենց խնդրի մասին կհասցնեին բարձրաձայնել, մեծաթիվ ոստիկաններ սկսել են ուժ կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ։ 11 անձ է բերման ենթարկվել, այդ թվում եւ անչափահասներ։ Դեպքի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագարձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշտարակի բաժին։ Հիշեցնենք, որ ակցիաները սկսվել են ապրիլի 5-ից Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչների դժգոհությունից, քանի որ Երևանի քաղաքապետարանը դադարեցրել է 25 եւ 59 ավտոբուսների երթուղիները։ Դրանց ուղևորը 150 դրամ էր։ Նոր երթուղին, որը սպասարկում է մուլտիտրանսպորտը, ունի 200-ից 250 դրամ ուղևորձ, ընդգրկում է 7 կիլոմետր մինչև Աջափնյակի ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը 19:30-ին։ Նախկին երթուղին հասնում էր մինչև Հաղթանակի զբոսայգի։ Ոստիկաններից մեկը հարվածել է 24 News AM-ի լրագրողին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։ Լրագրողի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով ծառայողական քննություն կա։